Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ձեզ եմ Բորիս Մուրազից, ինչպես խոստացել ենք ամեն աշխատանքային օր Պոլիտիկեմի YouTube-յան ալիքում այս ֆորմատում մենք քննարկելու ենք միասին տեղական տպագիր մամուլի կարևորագույն հրապարակումները, միջազգային մամուլից հրապարակումներ, ինչպես նաև մեր կայքի հրապարակումներից առանձնացված 1-2 հրապարակում եւ այսպես գնացինք։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանը ներքին քննարկում է ունեցել համակարգի ներսում եւ մտահոգություն հայտնել հանրապետությունում ամեն օր հնչող կրակոցների ու դեպքերի վերաբերյալ։ Հրահանգել է գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի ասած ճռիկ-վռիկների մասով եւ ուժեղացնել օպերատիվ աշխատանքը։ Օրաթերթին ասած լուրերի համաձայն հրահանգի արդյունքում Մակարով զենքը կողքներին ամրացված անձինք 3 բաժին են բերման ենթարկվել։ Օրաթերթը դիմեց ՆԳՆ լրատվական բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ ամենօրյա աշխատանքի արվում ակտիվացնել որոշ գործողություններ։ Սա, գիտեք, առաջին հայացքից տպավորություն է, թե ոստիկանապետը կամ ուժային կառույցները փորձում են հանցավոր իրավիճակը վերահսկելի դարձնել Հայաստանում ճնշել, բայց մի կարևոր հանգամանք չեն հասկանում։ Ոստիկանությունը, ուժային համակարգերը կարող են իրականացնել մեկ գործառույթ, այսինքն Նիկոլ Փաշինյանի սիրած շպագատը չեն կարող իջնել, հա։ Ոստիկանությունը կամ իրավապահ համակարգ է, կամ պահպանում է օրինականությունը եւ պայքարում է հանցավորների դեմ, կամ ծառայում է օրվա իշխանություններին եւ պայքարում է օրվա իշխանությունների ընդդիմախոսների դեմ։ Այս երկու գործառույթները միասին անհնար է կատարել եւ քանի որ մենք գիտենք Նիկոլ Փաշինյանի վախերը, մենք տեսնում ենք իր սարսափած վիճակը, տեղից տեղ տեղափոխվելու ժամանակ ոստիկանության ուժեղացված ծառայությունը, մենք վստահ ենք, որ ոստիկանությունը Հայաստանում եւ մեծ մասով գլխավորապես ուժային կառույցները, ծառայում են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերին, անձնական անվտանգության ապահովմանը։ Ուստի ոստիկանապետը ինչ հրահանգ տա ճռիկ-վռիկների դեմ, չգիտեմ, կրակոցների դեմ, դա անիմաստ հրահանգներ են։ Ոստիկանությունը այս պահին ունի մի գործառույթ, դա Նիկոլ Փաշինյանի նստատեղը վարչապետի աթոռին պահելն է եւ այդ նստատեղի անվտանգությունն ապահովելն է։ Հասարակական կարգի պահպանման գործառույթ չունի ոստիկանությունը։ Հասարակական կարգի պահպանման գործառույթ ունեցող ոստիկանությունը եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ չի տալիս եւ բռնություն չի կիրառում նրանց նկատմամբ։ Էնպես որ այս հրահանգը ուղղակի երևի թե պաշտո նոր նշանակված ոստիկանապետի հովերն են, որով ինքը տարվել է, երևի թե ինքը կարծում է, որ ինքը Խաշլամա Արամից ավելի ուժեղ կերպար եւ կարող է համ ծառայել Նիկոլին, համ օրինականություն հաստատել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը նպատակ ունի առաջիկայում փողոցում պայքարի նոր փուլ սկսել։ Բագրատ Սրբազանն ու իր թիմակիցներն այս ժամանակահատվածում կոնկրետ պլաններ են գծում հայրենի իշխանությունների հրաժարականի պահանջով։ Օրաթերթը փորձել է Բագրատ Սրբազանից պարզել, արդյոք ինքն ու իր թիմը պատրաստվում են մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ որ քաղաքական ուժի հետ։ Սրբազանը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում որևէ ընտրության մասնակցել Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների հետ։ Ես ընտրություններին չեմ պատրաստվում որևէ ձևով մասնակցել։ Դու չես կարող չափվել Չարիքի հետ։ Հոգևոր ընկալմամբ դու չես կարող լեգիտիմացնել Չարիքին, ասես դու էլ մեկն ես, ես էլ մեկն եմ, արի գնանք մրցենք։ Ոչ, մեր Տերը այդպես չի վարվել Չարիքի հետ։ Մի բան է արել, նախ արմատահարել է, հետը երբեք ուղիղ չի խոսել, արհամարել է ներողություն, հետը երբեք ուղիղ չի խոսել, հետո ասել է անցիր, կորիր, կորսվիր այստեղից, Չարիքի հետ երբեք մի մրցիր։ Օրաթերթի հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ Բագրատ Սրբազանի գործունեության ամենայն հարգանքով հոգևոր գործունեությանը պիտի քննադատաբար իհարկե վերաբերվենք իր քաղաքական գործունեությանը։ Նախորդ տարի ես կարծում Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ ընդդիմադիր, որը չի աջակցել Բագրատ Սրբազանին, որը հրապարակային իր աջակցող խոսքը չի ասել, գործողությունների չի մասնակցել, այնուամենայնիվ չստացվեց Բագրատ Սրբազանի մոտ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել։ Պատճառները տարբեր կարող են լինել, բայց գործողությունը մեկ անգամ կամ հաջողվում է, կամ չի հաջողվում։ Հնարավոր չէ նույն գետը
երկու անգամ մտնել, հատկապես երբ մի անգամ այդ գետում խեղդվելուց ես փրկվել, հա։ Եվ այստեղ շատ կարևոր է կարծում նաև թե ովքեր են Բագրատ Սրբազանի խորհրդականները, ես կարծում իրենք իրավունք չունեն այս պատվելի հոգևորականի վարկանիշը մաշեցնել քաղաքական նպատակների համար։ Քաղաքական process-ներում ցավոք սրտի Բագրատ Սրբազանի մոտ չստացվեց այնինչ պիտի ստացվեր, այնինչի ակնկալիքը մենք բոլորս ունենք իրեն աջակցելով։ Եվ հիմա երբ նորից խոսվում է փողոցային պայքարի մասին, ներողություն, բայց սա ոչ միայն կասկածներ է հարուցում դրա հաջողության իմաստով, այլ նաև ես արդեն կասկածներ ունեմ, թե Սրբազանի նման խորհուրդ տվողները ինչ նպատակ ունեն եւ ինչ նպատակներ են հետապնդում։ Վստահաբար առնվազն Սրբազանի մասով դժվար թե լավ նպատակներ հետապնդեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից համակարգում կադրային ջարդը շարունակվում է։ Մարտի 20-ին կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Նահապետյանը ապրիլ ամսից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնից ազատել է վարչության մոտ 5 պետի, 10 քննիչի։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 12 պաշտոնյաների ազատման հրամանները պաշտոնապես հրապարակվել են, սակայն նրանց թիվը ավելի շատ է, ու Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն կադրային ջարդը համակարգի ներսում դեռ շարունակվում է։ Հայտնել էինք, որ ազատվածներից մեկը եղել է հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է եւ դրա համար պատժվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. նախ սկսենք Արթուր Պողոսյանի կենսագրությունից, թե ինչ պաշտոնից ուր է հասել։ Պողոսյանի իրավական կարիերան սկսվել է հասարակ քննիչի պաշտոնից 2006 թվականին, ապա դարձել է ավագ քննիչ, հետո 2011 թվականին ավագ քննիչից կտրուկ դարձել է Լոռու մարզի դատախազության դատախազ։ Լոռու մարզին հաջորդել է Շիրակի մարզը, ապա կրկին Լոռու մարզում նշանակվել է դատախազի տեղակալ, այնուհետև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։ 2020-22 թվականներին եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը։ 2022 թվականից մինչև 2024 թվականը Պողոսյանը ստանձնել է 4 պաշտոն։ 2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է քննչական կոմիտեի նախագահ։ 2022-24 թվականներին զինվորական դատախազի տեղակալ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2020-ից 22 թվականներին ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։ Վերջինում քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագիր, համաձայն որի նա նախորդ տարի ձեռք է բերել 4 անշարժ գույք։ 2024 թվականի տարեսկզբին Պողոսյանն ունեցել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան եւ 1 ավտոտնակ Լոռու մարզի Վանաձոր համայնքում։ Որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույք Պողոսյանը հայտարարել է 4 գույք՝ 1 բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում եւ 3 ավտոկայանատեղի։ Գույքերը ձեռք են բերվել ԵՊԸ շրջանավարտների միավորում ՀԿ-ից։ Բնակարանն արժեցել է 42 միլիոն 980 հազար ՀՀ դրամ, իսկ 3 ավտոկայանատեղիները համապատասխանաբար 1 միլիոն 210 հազար դրամ, 3 միլիոն 600 հազար դրամ եւ 3 միլիոն 600 հազար դրամ։ Ավտոկայանատեղիներից մեկը գնել է բնակարանը ձեռք բերելու նույն օրը, մյուս երկուսը կայանատեղիները գնել է ավելի ուշ՝ սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին։ Արթուր Պողոսյանի նոր գնած բնակարանը միայն 50% է իրեն պատկանում, միայն ավտոկայանատեղիները միանձնյա սեփականությամբ են։ Տարեվերջին ստացվել է այնպես, որ Պողոսյանի գույքի ընդհանուր քանակը եղել է 6։ Մենք մեր բոլոր թողարկումներում գրեթե անդրադառնում ենք ՔՊԱ-ականների կամ ՔՊԱ-ականների կողմից պետական բարձրաստիճան պաշտոնյաների նշանակված մարդկանց գույքերի սեփականության այսպես պրոգրեսիվ աճի ձեռքբերումների մասին, եւ սա էլ այդ հերթականներից է։ Ես հիշեցնեմ, որ նախորդ օրերին նախարարներից մեկը Հովհաննիսյան ազգանունով, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ ինքը բնակարան է հայտնաբերել, չի իմացել, որ բնակարան ուներ, փաստորեն պարզվել է, որ ունի մեկ այլ բնակարան եւս։ Դե մարդիկ լավագույն դեպքում գետնից գուցե
100-200 դրամ գտնեն բախտի բերմամբ, այս մարդիկ նախարար նշանակելուց հետո արդեն բնակարաններ են գտնում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հիստերիան եւ ոչ ադեկվատ ռեակցիաները աստիճանաբար տարածում են գտնում նաեւ կառավարման տարբեր օղակներում։ Օրաթերթը արձանագրեց, որ անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է լրագրողական հարցումներին ագրեսիվ արձագանքում։ Նախ հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 14-ին առաջին հայկական ճակատի կողմից տեսանյութ տարածվեց, որ ՀՖՖ պահնորդական ծառայություն մատուցող ՀՖՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն է կիրառում Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ բռունցքներով հարվածելով երեխայի դեմքին։ Սա այն դեպքում, երբ երեխան արդեն իսկ բռնված էր եւ դիմադրություն ցույց չէր տալի։ Այս առիթով օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ։ Այս պարզ շարադրանքին ՀՖՖ-ն պատասխանել է հիստերիկայով, հետ չմնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող հուզական զեղումներից։ Հրապարակ օրաթերթը գրում է. արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումից հետո դուրս եկավ եւ անմիջապես հայտնվեց լրագրողների օղակում, բայց երբ լրագրողներն ու օպերատորները դիրքավորված ընդառաջ գնացին նախարարին, որ նիստի ավարտից հետո ճեպազրույց անցկացնեն, նա ուղղակի խուճապի մատնվեց եւ վախվորած սկսեց ետ-ետ քաշվել ու լուրջ տոնով հորդորել, որ իրեն մոտիկ չգնան։ Լրագրողները զարմացած հետաքրքրվեցին. Ինչու այդպես եմ ուզում, մոտիկ մի եկեք։ Ըստ ամենայնի Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել հոգեբանական վախերը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը հիշեցնենք Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայից վրդովված մարդկանց խումբը խցանման մեջ հանդիպել էր Արարատ Միրզոյանի մեքենային եւ հարձակում գործել նրա վրա, դաժան ծեծի ենթարկել, որի արդյունքում նա վիրահատվեց։ Փաստորեն 5 տարի է անցել, բայց նախարարը չի հաղթահարել այդ օրվա վախը, սակայն պարզ չէ, թե լրագրողներից վախեցող ԱԳ նախարարն ինչպես է բանակցություններ վարում օրինակ մեր թշնամի պետության ղեկավարների հետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված վեհապարին հեռացնելու գործում եւ ՔՊ-ում խոսում են, որ նա զադնի չի դնելու, այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել, որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել եկեղեցու սպասավորների թիրախավորող գրառումները, մանավանդ տեսա, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում, եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգևոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն, անգամ տեսանյութեր եւ չեն խորշի դրանք հրապարակելուց։ Թեև չի բացառում, որ ոչ մի կոմպրոմատ էլ չկա, սովորության համաձայն մոնտաժված տեսանյութերով եւ ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով վախ տարածել։ Իդեպ, օրեր առաջ ԵՊ ուսանողության հետ հանդիպումից հետո ուսանողներից մեկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, որ հատուկ ծառայություններին հրահանգ է տրվել Գարեգին Բ-ի կուսակրոնության խախտման վերաբերյալ ինֆորմացիաներ իրեն տրամադրեն, մի բան, որի իրավունքը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի, եւ ուրիշի անձնական կյանքի մասին պաշտոնի չարաշահմամբ նման նյութեր պահանջելը քրեորեն պատժելի արարք է։ Մենք անդադ խոսում ենք, մեր ուշադրության կենտրոնում պահում ենք այս թեմայի մասով եւ վստահաբար շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել վեհապար Գարեգին Բ-ի դեմ իրականացվող այս հարձակումները, եկեղեցու դեմ իրականացվող այս հարձակումները։ Այո, միանշանակ Նիկոլ Փաշինյանը հետ չի քաշվելու, ինչպես նշված է Հրապարակ օրաթերթի այս հոդվածում, բայց մի բան էլ պետք է փաստել։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդական խոսքով ասած այլևս նախկին Նախշում Բաջին չէ եւ չի կարող խոսքով ոչնչացնել հեղինակավոր այս կամ այն գործին։ Իսկ այն, որ կաթողիկոսը ունի հեղինակություն բավական մեծ եւ ունի հետևորդներ, դա միանշանակ է։ Նիկոլ Փաշինյանը կարող էր այս շանտաժներով, այս սպառնալիքներով որոշակի արդյունքների հասնել 2018 թվականին, երբ ինքը ընդունված առաջնորդ էր ժողովրդի կողմից։ Հիմա սակայն ուղղակի ծիծաղելի է Նիկոլ Փաշինյանի այս փորձերը։ Օրերս սրա մասին նաև գրել էր վերլուծաբան Արգիշ Տիկիվիրյանը, ես համաձայն եմ իր հետ այստեղ, որ Գարեգին երկրորդին մնում է մեկ բան՝ ամուր նստել իր գահին հոգևոր եւ որևէ կերպ չտրվել շանտաժներին Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը հասարակության մեջ չունի այնքան հեղինակություն, որպեսզի կարողանա իր խոսքով
որևէ նպատակի հասնել, ավելին ասեմ ես ձեզ, եթե եկեղեցու վերաբերյալ, որոշ հոգևորականների վերաբերյալ կար անգամ քննադատական որոշակի երանգ, գուցե այս կամ այն քայլը չհասկացվեր հանրության տարբեր շերտերի կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու եւ վեհապարին թիրախավորելուց հետո այդ քննադատություններն էլ հոդս ցնդեցին, ինչու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այնքան ատելի է հասարակության համար, որ Փաշինյանի կողմից քննադատված մարդը կամ Փաշինյանի կնոջ կողմից քննադատված մարդը ավտոմատ կերպով հեղինակության բարձրացում է ապրում։ Եվ ես պատմեմ մի պատմություն, որ այս օրերին ինձ հետ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանի կինը, ինչպես գիտեք, Քերակին Աննան թիրախավորել էր ինձ եւ շատ կեղտոտ մի հորինված պատմություն էր գրել։ Եվ դրանից հետո ես որտեղ որ գնում եմ որևէ հարցով, որևէ գնում անելու, միանգամից ինձ զեղչեր են առաջարկում, վերջերս մի գյուղատնտեսական խանութում մեծ զեղչի հանդիպեցի 30-40% հասնող զեղչի, զուտ նրա համար միայն այն պատճառը, որ Աննա Հակոբյանը ինձ թիրախավորել է, այնպես որ կարծում կաթողիկոսը հազարապատիկ ավելի պիտի հանգիստ լինի ինձանից կամ մեկ այլ գործչից, որը թիրախավորվում է զույգի կողմից, եւ հանգիստ շարունակի իր հոգեվոր ծառայությունը, վստահ լինելով, որ Փաշինյանը ուղղակի ոչ մեկ է հասարակության համար։ Այո, կա հասարակության որոշակի շերտ, որը հավատում է իրեն կամ հետևում է իրեն, այդպիսի շերտ էլ կա, որը սպասում է, ինչպես Կիվիրյանն էր ասում մեր եթերում, քերակնոջ տեսանյութին, ֆանտազիաներին զոր են տալիս, որպեսզի պատկերացնեն ինչ է տեղի ունենում, բայց այդ շերտը շատ փոքր է եւ ինտելեկտուալ առումով ինքը պատրաստ չէ գործողությունների։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը գնա իրավական գործիքները շահագործելու, գործեր կարելու, կարծում եմ այստեղ էլ հանրությունը արժանի պատասխանը կտա։ Հիմա ընդմիջվենք փոքր գովազդային դադարով եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալություն, որ այս 40 վայրկյանը համբերեցիք եւ վերադառնանք մեր հրապարակումներին։ Հրապարակի տեղեկություններով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին քրեական վարույթ նախաձեռնելու համար իրավապահ համակարգի մեր աղբյուրները կցկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ։ Միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98 դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունները, այլ մանրամասներ չներկայացնելով ստացել ենք հաղորդումը, իրականացնում ենք վարույթային գործողություններ, ասել են քննչական կոմիտեից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ընդդիմադիր падգամավորները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մերկացնող ելույթների կոռուպցիոն բացահայտումների համար հայտնվել են թիրախում։ Օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ քաղաքական հրահանգով ուժայինները վերից վար փորփրում են 4 կանանց կյանքը։ Խոսքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի մասին է։ Ուժային կառույցները քաղաքական հրահանգ են ստացել ակտիվ այս քարյակի նկատմամբ ամեն գնով քրեական վարույթներ հարուցել։ Օպերատիվ աշխատակիցները հետևում են նրանց, փորփրում անցյալը, ընտանիքի անդամներին, բարեկամներին, որ ինչ-որ թեմաներ գտնեն։ Իհարկե, նրանցից շատերի բարեկամները, ընտանիքի անդամներն արդեն ազատվել են տարբեր աշխատանքներից, բայց խնդիր է դրված վարկաբեկիչ գործեր հարուցել այդ падգամավորների նկատմամբ, անգամ լուսանկարել այդ падգամավորներին սրճարանում միասին նստած։ Իրավապահները նաև փորձում են գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեն դիմումներ գրել падգամավորների դեմ, եւ այդ բնականաբար կեղծ Սարքովի դիմումների հիման վրա քրեական գործեր կհարուցվեն։ 4 կանանց նկատմամբ Նիկոլ Փաշինյանի սևեռուն մտքերը շատ տրամաբանական է, այս առնվազն Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը,
Աննա Գրիգորյանը շատ դժվար վիճակում են դնում Նիկոլ Փաշինյանին։ Աննա Գրիգորյանի վերջին հարցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումների ցնցումների մեջ ընկավ եւ այստեղ մեր հյուրերից մեկը առաջարկել էր Տիկին Գրիգորյանին հաջորդ անգամ բժշկական խալաթով գնալ կառավարության հետ հարց ու պատասխանին, ասում են հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ բժշկական խալաթը տեսնելիս ավելի հանդարտվում են, հա, եւ սահմանները չեն անցնում։ Բնական է, որ Նիկոլ Փաշինյանը կհետապնդի այս մարդկանց, բնական է, որ կուզեն այս կանանց անվան հետ կապել ինչ-որ կեղտոտ պատմություններ, դե Նիկոլ Փաշինյանը, ինչպես մենք եթերներից մեկում ասել էինք, քանի որ ինքը կեղտի մեջ է եւ իր զուգընկերը քաղաքական իմաստով կեղտի մեջ են, իրենց համար պետք է որ բոլորին կեղտոտեն, հատկապես քաղաքական գործիչ կանանց, որպեսզի հանկարծ որևէ մեկը Աննա Հակոբյանի կողմը չթեքվի։ Հրապարակ օրաթերթը գրում է. պետական պաշտոնյաների քմահաճույքները ծանր են նստում հարկատուներից վրա։ Տեղեկացանք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ազատված պաշտոնյաներից մեկը հաղթել է վարչական դատարանում եւ դատարանը որոշել է, որ անցած տարվա հունվարին ազատված պաշտոնյան ոչ միայն պետք է վերականգնվի նախկին կամ դրան հավասարեցված պաշտոնում, այլև պետք է հարկադիր պարապորտի դիմաց փոխհատուցում ստանա ողջ ընթացքի համար, միջին աշխատավարձի չափով։ Խոսքը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Աբովյան բաժանմունքի նախկին պետ Գևորգ Վարոսյանի մասին է, որին Գրիգորյանը ազատել էր պաշտոնից բաժնի վերաձևավորման պատրվակով։ Իրականում իրենց դեմ դուրս եկած տասնյակ ենթակաների հենց այս մեթոդով են ազատել աշխատանքից։ Բաժիններից, ենթաբաժիններից են մարդկանց ազատել, անունը դրել վերաձևավորում։ Վարոսյանի հարցի վերաբերյալ որոշումը իդեպ նախադեպային է լինելու մյուս աշխատակիցների համար նույնպես։ Ամփոփելով տպագիր մամուլի հրապարակումները գանք մեկ հետաքրքիր հրապարակման, որ եղել է Պոլիտիկայում, դուք գիտեք, որ Աննա Հակոբյանի վարքը մենք եւ շատերը համեմատում են դոգի վարքագծի հետ, այդքան եղկելի մի գործչի վարքագծի հետ, որը հայոյանքներով, սեռական բնույթի ֆանտազիաներով, իրեն բնորոշ ֆանտազիաներով թիրախավորում է քաղաքական գործիչներին, նրանց ընտանիքի անդամներին, հոգևորականներին, հա, կանանց, երեխաներին եւ Աննա Հակոբյանը իհարկե ասես փոքր քայլերով, բայց նմանվում է դոգին։ Եվ այսպես ստեղծվել է մի յուրօրինակ եւ հեգնական իրավիճակ, երբ փողոցային խոսքի անժխտելի հեղինակություն դոգը բողոքում է ոչ թե հայոյանքների կամ հուզական բառապաշարի պատճառով, այլ այն բանի, որ պետական բարձր խավի ներկայացուցիչն արդեն բացեիբաց գործի է դրել իր ոճը եւ բառարանը այդ կերպ խառնվելով իր սեփական խաղադաշտին։ Ըստ որոշ տեղեկությունների դոգը նույնիսկ փորձել է բանտից կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ հստակ ձևակերպամբ. «Էս ոճը իմն ա, իմ ընտրազանգվածն է ստանում ձեռիցս, չփորձես մտնել իմ դաշտ»։ Չգիտենք արդյոք նա կարողացել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ թե ոչ, սակայն ակնհայտ է, որ Փաշինյանի կինը չի պատրաստվում զիջել դիրքերը եւ մինչեւ վերջ փորձելու է պահել հայոյանքի ու զրպարտության խրամատը, քանի դեռ իր գաղափարակից դոգը բանտարկության մեջ է։ Աննա Հակոբյանի նպատակը կարծես այն է, որ վերցնի դոգի լսարանը եւ գուցե երբ վերջինս ազատվի ամերիկյան բանտից, պարզվի իրեն այլևս ոչ ոք չի լսում, քանի որ այդ զանգվածի համար առավել հետաքրքիր է դարձել հայհոյախոս կինը, ով ձեռի հետ նաեւ երկրի ղեկավարի կինն է։ Սա արդեն լրիվ էքշն ժանրից կլինի։ Շատերի համար գուցե թվա, թե սա ինչ-որ տեղ ծաղրանք է, հա, հեգնանք է, ոչ ծաղրանք է, ոչ հեգնանք է։ Աննա Հակոբյանը այս պահին դոգի միակ մրցակիցն է։ Հայոյանքներով, զրպարտությամբ, կեղծ տեղեկությունների տարածմամբ, սեռական բնույթի հորինված պատմությունների տարածմամբ։ Եվ այս իմաստով ես կարծում եմ Աննա Հակոբյանը ավելի հետաքրքիր պերսոնաժ է այն զանգվածի համար, որը սիրում է հայոյանքներ, սեռական կեղտոտ պատմություններ, հա, ես վստահեցնում եմ ձեզ Աննա Հակոբյանի ֆանտազիան այստեղ մրցակցելու տեղ ունի դոգի հետ եւ այո դոգը քանի բանտում է ինքը կորցնում է իր լսարանը, այդ լսարանը հավաքում է Աննա Հակոբյանը, որովհետեւ ինչպես արդեն ասեցի, իր սեռական ֆանտազիաները շատ ավելի ուժեղ են, քան դոգինը։ Երևի թե այստեղ դոգը փորձի հարցում մի քիչ
զիջում է Աննա Հակոբյան, դրա պատճառով չի կարողանում նման պատմություններ, օրինակ Սերժ Սարգսյանի, չգիտեմ, բանի տարբեր հոգևորականների, մանկապիղծների պատկերացմամբ այդպիսի մասնակցությամբ այդպիսի պատկերներ տալ հանրությանը, բայց կարող է ձգտել եւ հասնել Աննա Հակոբյանին։ Ավարտելով տեղական լուրերի քննարկումը, գանք միջազգային լուրերին։ Հայաստանը ցուցադրաբար չի վճարում իր անդամավճարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Այս կարծիքը Գազետա.ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով Եվրասիական ինտեգրման եւ հայրենագիտների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա նշել է, որ Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտագործել Ռուսաստանի հետ տնտեսական կապը։ Կարծում եմ, որ անդամավճարների չվճարումը ամենակարևոր պատճառը չէ հապկում Հայաստանի իրական մասնակցության քննարկման համար։ Ակնհայտ է, որ նրանք անդամավճարները ցուցադրաբար չեն վճարում, քանի որ նրանք ընդհանուր առմամբ կասեցրել են հապկի շրջանակներում ցանկացած համագործակցություն, բայց միևնույն ժամանակ նրանք շարունակում են մնալ Եվրասիական միությունում եւ ավելին փորձում են ապացուցել իրենց բնակչությանը, որ հնարավոր է հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից, քաղաքական համագործակցությունից, վերակողմնորոշվել դեպի արևմուտք, բայց միևնույն ժամանակ վայելել տնտեսական կապերը եւ տնտեսական զարգացումը, հիմնված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ու Եվրասիական միության մյուս երկրների հետ կապերի վրա, ասել է նա։ Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Թեհրան։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ դեսպանը նշել է, որ Ռուսաստանի հետ Իրանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները դարձել են կանոնավոր եւ Թեհրանը մոտ ապագայում սպասում է Ռուսաստանի առաջնորդի այցին։ Մայիսի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը եւ Մոսկվան պատրաստվում են Պուտինի Իրան կատարելիք այցին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ուղևորության ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հունիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է չինական գործակալությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, զրույցի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ցահալի զինվորականներին հաջողվել է վերադարձնել Համասի մոտ պահվող 2 գերու աճյուն։ Իսրայելական բանակի տվյալներով մարմինները հայտնաբերվել են Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում։ Հայտնի է, որ ներկայումս Համասի մոտ պահվում են առնվազն 56 պատանդ, որոնցից 20-ը ենթադրաբար ողջ են։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը 5-շաբթի հունիսի 5-ին հայտարարել է Բունդեսվերի ակտիվ զինծառայողների թիվը զգալիորեն ավելացնելու իր մտադրության մասին Ռուսաստանից եկող աճող սպառնալիքների պայմաններում։ Նրա խոսքով անհրաժեշտ է մոտ 50,000-ից 60,000 լրացուցիչ զինվոր, սա նշանակում է գրեթե 1/3-ով աճ, ներկայիս մոտ 180,000 զինծառայողի համեմատ։ Հարց է առաջանում, թե արդյոք կամավոր զինվորական ծառայությունը ներկայիս ձևաչափով ապագայում բավարար կմնա, նշել է Պիստարիուսը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ գերմանական բանակը պետք է պատրաստ լինի ավելի շատ նորակոչիկների հավաքագրման եւ մարզման։ Ահա այսքանն էին օրվա կարևորագույն հրապարակումները։ Մենք կհանդիպենք վաղը, ավելի շուտ աշխատանքային օր։ Մենք կհանդիպենք եկող աշխատանքային օրերին։